Նախատոնական տրամադրությունը թևածում էր Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 դպրոցում։ Ամանորյա շունչը զգացվում էր տոնական տեսք ունեցող դպրոցի դահլիճից։ Հետաքրքիր իրարանցումը հուշում էր, որ երեխաները նախապատրաստվում են ամենասիրված միջոցառմանը՝ Ամանորի հանդեսին։ Միջոցառումը սկսվեց Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ անցկացվող թենիսի մրցաշարի պարգևատրման արարողությամբ։ Արդեն սկսվել է եւ Սուրբ Ծննդին նվիրված մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սերժ Աքոտոյանը կազմակերպել էր սեղանի թենիսի մրցում եւ այսօր ուզում ենք պարգևատրել նախ հաղթողների, հետո նոր անցնենք մեր երկրորդ մասին։ Աքոտոյան հարազատություն։ Ուրեմն ամսի 25-ին Սուրբ Ծննդի օրվան նվիրված միջոցառման հաղթողների 3 աշակերտներ են եւ երրորդ տեղն է գրավում սեղանի թենիսի մրցույթի երրորդ տեղն է գրավում Քոտոյան Կարենը, խնդրում ենք թող գա այստեղ։ Երկրորդ տեղն է գրավում Ցոցիկյան Պողոսը։ Եվ առաջին տեղն է գրավում Կրունկյան Արմենը։ Այնուհետև միջոցառումը շարունակվեց ձեռքի աշխատանքներով պատրաստված տոնածառների ցուցահանդեսով, որի համար դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանը շնորհավորեց բոլորի Ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ շնորհակալագրեր հանձնեց բոլոր դասվարներին։ Առաջի դասարանի տոնածառը ստացել է անվանակարգ ամենաուրախ տոնածառ։ Հետում ենք դասղեկին թող գա, որպեսզի ստանա մի հատ օրացույց դասարանի համար եւ մի հատ տետր իրեն համար, բլոկնոտ իրեն համար եւ տնօրենի կողմից շնորհակալագիր, շնորհավորում ենք, շնորհակալություն։ Երկրորդ դասարանի տոնածառը ստացել է ամենագրավիչ տոնածառ անվանակարգը։ Շնորհակալություն դասղեկին, ծնողներին եւ աշակերտներին։ Երրորդ դասարանի տոնածառը ստացել է աշխատատար տոնածառ անվանակարգը։ Ամենաաշխատատար, աշխատանք կատարված։ Շնորհավորում եմ։ Չորրորդ դասարանի տոնածառը ստացել է ամենատոնածառ անվանակարգը։ Օգտվելով առիթից ուզում եմ բոլորին շնորհավորել Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, մաղթելով նրանց առաջին հերթին առողջություն եւ հաջողություն ուսման ոլորտում եւ երջանկություն բոլորի ընտանիքներում։ Այսօր մեր դպրոցում կազմակերպվել է շատ հետաքրքիր մրցույթ միջոցառման նպատակը ունի իր էությունը, քանի որ մենք համագործակցում ենք, երևի տեղյակ եք, էտալոն գոյություն ունի, էտալոն կազմակերպություն, մեր դպրոցը համագործակցում է այս էտալոն կազմակերպության հետ եւ հայտարարված էր լավագույն տոնածառների մրցույթ եւ մենք էլ օգտվելով առիթից իմ նախաձեռնությամբ դասղեկների միասնությամբ, այսպես ասում են, ուժը միասնության մեջ է, եթե մենակ լինենք ոչինչ չենք կարող անել եւ այսպես ընդհանուր որոշումով որոշեցինք մասնակցել այս մրցույթին եւ բոլոր դասարանները ներկայացրեցին իրենց տոնածառները, օրիգինալ տոնածառները եւ
հույս ունեմ, որ հաջորդ փուլում այս տոնածառների լուսանկարները մենք կուղարկենք էտալոն, հույս ունեմ, որ մեր դպրոցը կգրավվի ինչ որտեղ առաջի, երկրորդ, երրորդ տեղ կան։ Մասնակցում են առաջինից 12-րդ դասարանի աշակերտները, բնական է, որ փոքրիկներին օգնել են դասղեկները, ծնողները էլի եմ նշում, որ ծնողների համագործակցությունը դպրոցում շատ մեծ է, նրանք օգնում մեզ։ Ամանորին նվիրված դպրոցի աշակերտների, հույզերի եւ երազների աշխարհը երկն ու պարն էր, բեմականացումը, ասմունքն եւ իհարկե տրամադրությունը ամանորյա գույների խորհրդով։ Այսօր մեր բեմահարթակում ալիքների, մեր փոքրիկների սպասված ամենահետաքրքիր տոնն է։ Ինչ տոն է երեխեք ջան։ Նոր տարի, ամենասպասված տոն։ Ինչի համար ամենասպասված։ Որովհետև մենք այս տոնը շատ ենք շինում։ Էլում համար ինչի է սպասված, ապարինա։ Որովհետև սպասում ենք ծմեր պապիկին ու ինչին։ Ու ինչին։ Նվերներին, ամենակարևորը։ Լավ, օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլորի գալիք 2017 թվականը, թող այս տարի լինի առաջին հերթին առողջության տարի, գալիք տարի, հետո մեզ համար ուսման մեծ հաջողություններ եւ ձեր ընտանիքներում երջանկությունը թող անպակաս լինի։ Տարի մեր սիրելի տոնն է եւ ես ուզում եմ Ջունանոս ուզում եմ պապա մեզ մոտ հյուր գան եւ ինձ շատ լավ նվերներ բերեն։ Ես շնորհավորում եմ բոլոր երեխաների սուրբ ծնունդը եւ նոր տարի։ Շնորհավորում եմ ամանոր եւ սուրբ ծնունդ։ Նոր տարից մեր պապիկ հետարի դյուն լինի թեկիշ կամի թող կո ճամպեն զարտարի։ Դպրոցում ընթացող տոնակատարությանը հանդիսատեսը սկզբից մինչև ավարտ անձանձրույթ հետևեց։ Ոչ միայն նրա համար, որ ելույթ ունեցողները դպրոցականներ էին, այլ նրա համար, որ ամեն ինչ գեղեցիկ էր, տոնական եւ բարձր տրամադրություն հաղորդող։ Մենք բոլորը շատ ենք սիրում ամանորյա այս տոնը։ Մենք բոլորս մանկացած սպասում ենք այս տոնի եւ ամանորյա հրաշքին։ Մեր դպրոցը միշտ յուրահատուկ է պատրաստվում այս տոնին, ինչպես տեսնում եք այս տարի նույնպես։ Ես ցանկանում եմ շնորհավորել բոլորին ամանորը եւ սուրբ ծնունդը։ Ցանկանում եմ, որ աշխարհին խաղաղություն լինի եւ այս մանուկները մեծանան անհոգ ու խաղաղ երկնքի տակ։ Մենք պատրաստել ենք մակարոններից տոնածառ, շատ աշխատատարեր, ինձ օգնել են նաեւ ծնողները եւ աշակերտները։ Յուրաքանչյուր աշակերտ իր ներդրումն ունի մեր տոնածառի մեջ։ Սիրով պատրաստել ենք ամանորյա տոնածառը։ Գեղեցիկ միջոցառման ընթացքում ոչ միայն ուրախանում էին փոքրեր, այլ նաև բարձր դասարանի աշակերտները, ովքեր ակտիվորեն մասնակցեցին մանկավարժների կողմից պատրաստված ուրախ ու երաժշտական մրցույթին, որտեղ եւ հաղթողները արժանացան փոքրիկ նվերների։ Այ ամենափոքրերը շատ սիրում էին բարում 7-րդ դասարանի Զորիկը, շատ հավանեցին։ Ինձ թվում է բոլորն են նրան Sha la la la,
Ամանորյա հանդես ամփոփվեց Ձմեռպապի ու Ձույնանուշի այցով, ովքեր մի յուրահատուկ ուրախություն պարգևեցին հատկապես փոքր դասարանի սաներին, եւ իրենց ակտիվ մասնակցության համար արժանացան դպրոցի ու Ձմեռպապի կողմից պատրաստված նվերներին։ Եկեք բարձր ձայնով կանչեք Ձմեռպապին, որ լսի ու գա, դե արագ սկսեցինք։ Բարև ձեզ իմ փոքրիկ երեխաներ, ինչպե՞ս եք։ Շատ եք սպասում։ Ես եկել եմ հեռու Լապտիանտայից եւ կարտացել եմ ձեր բոլոր նամակները։ Եվ ձեր նամակներից ես եզրակացել եմ, որ դուք ուզել եք շատ հետաքրքիր նվերներ եւ դրանք բոլորը ես բերել եմ։ Ես եկել եմ իմ Ձյունանուշի հետ, բայց որտեղ է։ Ձյունանուշ Ձյունանուշ Սիրելի Նինոցմիդեի շրջանի բնակիչներ, Ամանորի մնացել է ընդամենը 2 օր։ Ուզում եմ այդ կապակցությամբ շնորհավորել բոլորիդ Ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ համայն աշխարհին խաղաղություն, երջանկություն եւ առողջություն։ Թող որ այս գալիք տարում ուղեկցելու է մեզ Կարմիրաքաղաղը բոլորիս երազներն ու նպատակները դառնան իրականություն։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։